Գուցե նրանից որ սպասում էին օրինակ լրջագույն պատասխանատվության ենթարկողներ, ինչ եմ սա ասում, որովհետև ձեզ քննադատողները ասում են հենց մարտի 1-ի գործով, հենց այս իշխանության, հենց Նիկոլ Փաշինյանի օրոք է եղել, որ մենք ունենք իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց։ Բա մենք անկախ դատական համակարգ ունենալու համար չենք պայքարել։ Այդ բերեք դատավճիռները ես բոլորինը գրեմ տամ, եկեք ուզում եք դա։ Բերեք ես գրեմ տամ դատավճիռները։ Էդ ենք ուզում, էդ ենք ուզել։ Չնայած ես ասեմ, այդ արդարացման հետ ես համաձայն չեմ։ Բայց մենք պետության ինստիտուցիոնալ կայացում ուզում ենք, թե չենք ուզում, սրանում է խնդիրը։ Բայց ես ասում եմ, նույն միեդի որոշումները մեզ շատ լուրջ պետքա ազդակ դառնան, որ ոչ մեր դատաիրավական համակարգը լուրջ խնդիրներ ունի։ Ես դատարան եմ փորձել շրջափակել։ Ես նաև դատական համակարգում եմ փորձել հեղափոխություն անել։ Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դա չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք, ընդհանրապես ես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ երևի թե դատական համակարգում ճիշտը ոչ թե ռևոլյուցիան է, այլ էվոլյուցիան է,